Հարգելի խորհրդարան, հարգելի գործընկերներ, վերջի շրջանում իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկներ եւ սկաուտներ խիստ անհանգստացած են, թե ինչու են Սփյուռքի մեր համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներին, որպեսզի մենք այնտեղ լսենք իրենց մտահոգությունների իդեպ հրավիրում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ուղղակիորեն այս կամ այն ճանապարհ ընտրելով մազապուրծ փախել են սեփական երկրից, որովհետև սեփական երկրում իրենք որևէ հնարավորություն չեն ունեցել պահել իրենց ընտանիքը եւ բնականաբար այդ հանդիպումներում գերակշռում էին այն մարդիկ, ովքեր Հայաստանում ունեին փոքր եւ միջին բիզնես եւ այդ բիզնեսով կարողանում էին մի կերպ պահել իրենց եւ մի քանի իրենց աշխատող ընտանիքների հոգսը կարողանալ հոգալ եւ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության առփոքր եւ միջին ձեռներեցությունը հանդեպ այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը եւ լավորից չէ, որ նրանք լքել են Հայաստանը եւ այո, անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր եւ միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի, որովհետեւ նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք եւ հիմա ահա այսպիսի նախաձեռնությունները ուղղակիորեն մեկ բանի են նպաստելու ավելացնել արտագաղթողների թիվը, ավելացնել մեր այն հայրենակիցների թիվը, ովքեր Հայաստանում ունեն փոքր եւ միջին ձեռնարկություն եւ եթե այս քաղաքականությունը փոքր եւ միջին բիզնեսի հանդեպ շարունակվի, նրանք շարունակելու են լքել հայրենիքը եւ այո, շարունակելու են պահանջել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում, որոնց վստահում են եւ որոնց հետ կարող են քննարկել իրենց երկրի, մեր երկրի հայրենիքի հարցերը, թե երբ է այո Հայաստանում վերջապես լինելու այնպիսի իշխանություն, որտեղ խաղի կանոնը ուղված չի լինելու երկրի հիմնական ողնաշար փոքր եւ միջին բիզնեսը կոտրելուն եւ այո հրավիրելու են Բարգավաճ Հայաստանի եւ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հանդիպման, որոնց վստահում են հարգարժան խորհրդարանական մեծամասնություն չեն հրավիրելու ձեզ հանդիպման Սփյուռքի մեր հայրենակիցները, որովհետեւ նրանք փախել են ձեր վարած քաղաքականությունից։ Սա ի պատասխան այն խիստ կերակրատաշտին կցված անհանգիստների, որոնց մտահոգում է, թե ինչու է Բարգավաճ Հայաստանի այս կամ այն ներկայացուցիչը Սփյուռքի այս կամ այն համայնքի հրավիրով գնում այնտեղ գնացել ենք եւ այո գնալու ենք, որովհետեւ նրանք մեր քաղաքացիներն են եւ նրանք եւս իրավունք ունեն իրենց մտահոգությունները եւ իրենց տեսակետը կիսելու Հայաստանի խորհրդարանի, Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Իսկ հիմա բուն նախագծի մասով այո, մենք բազմիցս ասել ենք, այդ մասին խոսել են իմ գործընկերները, ժամանակ ձգերը հարցի լուծում չէ։ Մենք ուրեմն պատրաստի ունենք օրենքի նախագիծ, որը 3 արտահերթ ռեժիմով չդրեցինք շրջանառության հետ, որովհետև հույս ունենք, որ եկանք կոնստրուկտիվ ուրեմն համաձայնության, հույս ունենք կրկնում եմ, որ դա կոնստրուկտիվ համաձայնություններ, որ երկշաբաթյա ժամկետում մենք կկարողանանք այդ օրենքի նախագիծը հաջորդ քառօրյայում բերել խորհրդարան շատ արագ քննարկել, որպեսզի մենք առաջնորդվենք ոչ թե ժամանակ ձգելու եւ օրենքի կիրարկման այդ կետը երկարաձգելու ճանապարհով, ինչը կրկնում եմ, հարցի լուծում չէ, այլ ընդհանրապես կրքերը հանդարտեցնելու իմ կարծիքով ոչ արդյունավետ ճանապարհ է, այլ կարողանանք հարցին տալ վերջնական լուծում։ Այստեղ խոսվեց փոքր եւ միջին ձեռնարկատերերի միջոցով, այսինքն փոքր եւ միջին ձեռներեցներին հարկային գործակալներ, հարկային գործ տվողներ սարքելու միջոցով խոշորներին հայտնաբերելու մասին։ Ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, շատ լավ գիտեն, թե մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը, չգիտես ինչ հրաչքով հանկարծ
տրանսֆորմացվում է այլ ապրանքի, որպիսի մաքսատուրքերը տարալուծվեն եւ ուղղակիորեն նվազեն, ես հույս ունեմ, որ մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք տիրապետում են այդ ինֆորմացիային, անուն առանուն ճանաչում են բոլոր այն խոշորներին, որոնք ինչպիսի մախինացիաներով են զբաղված հենց իշխանությունների համաձայնությամբ եւ թողտվությամբ, որովհետեւ ընտրությունները ցավոք սրտի պարբերաբար կրկնվելու ավանդույթ ունեն եւ առաջիկայում եւս գալու են ընտրություններ եւ ահա այդ խոշորները, որոնց հայտնաբերելու համար մենք փորձում ենք փոքր ձեռներեցին սարքել հարկային գործակալ, ահա այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու ընտրություններ կեղծելու համար։ Դրա համար ենք մենք ասում պիտի ուղղակիորեն հարցի լուծումը տալ օրենքի սահմաններում եւ ոչ թե փորձել հարցի լուծումը հետաձգել մտածելով որ միջև ամառ ինչ որ բան կփոխվի եւ տեսնենք թե հետո ինչ կլինի հետոն ավելի վատ է լինելու այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Շնորհակալություն։